Համոզված պնդում են, որ անվտանգությունը բանակն է ու տնտեսությունը, բայց մեր աչքի առաջ ընթացող պատերազմը ցույց է տալիս, որ դա արդեն հնացած պատկերացում է։ Կարող ես ունենալ միլիարդավոր դոլարների տնտեսություն, գերժամանակակից սպառազինություն, բայց մի քանի հարվածով կարող են կաթվածահար անել քո նավթը, էներգետիկան, օդակայանները, լոգիստիկան։ Սաուդյան Արաբիան եւ Էմիրությունները, Քաթարը հենց դա են ցույց տալիս այսօր։ Ուժեղ են, բայց լիովին ապահով չեն։ Այսինքն խնդիրը միայն ուժ ունենալը չէ, խնդիրն այն է, թե որքան ես կապված մյուսների հետ եւ որքան են մյուսները կապված քեզ հետ։ Ժամանակակից անվտանգությունը կախվածությունների համակարգ է, ոչ թե այն, թե դու որքան ինքնաբավ ես, այլ այն, թե որքան ես դարձել ուրիշների համար անհրաժեշտ։ Որքան են քո տարածքով անցնող էներգետիկ ուղիները, ճանապարհները, կապը, տվյալների հոսքերը դառնում կենսական ուրիշների համար։ Պարզ ասած, իրական անվտանգությունը սկսվում է այն պահից, երբ Հայաստանի վրա հարձակումը դադարում է լինել միայն Հայաստանի դեմ հարձակում, երբ այն ավտոմատ դառնում է հարված նաև նրանց շահերին, ովքեր կապված են քեզ հետ։ Ուստի Հայաստանը պետք է կառուցի ոչ միայն մարտունակ բանակ, այլև կախվածությունների ցանց, էներգետիկ կապեր Իրանի, Վրաստանի, Ծոցի երկրների, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Եվրոպայի հետ, տրանսպորտային միջանցքներ, որոնք կապում են տարածաշրջանները, թվային ենթակառուցվածքներ, որոնք դառնում են տարածաշրջանային հարթակ, տնտեսություն, որը ներգրավված է գլոբալ շղթաներում եւ դիվանագիտություն, որը այդ ամենը դարձնում է քաղաքական երաշխիք, որովհետեւ ուժեղը նա չէ, ով միայն կարող է պաշտպանվել, ուժեղը նա է, ում վրա հարձակվելը չափազանց թանկ է դառնում բոլորի համար։